վատ լուր ունեմ Տիկին Զուրաբյան, չգիտեմ տեղյակ եք թե չէ, իրենց պատկանող խոսնակ Telegram ալիքով ինձ ուղարկել էին, մարդիկ սկսում են գործընթաց, ամեն օր հրապարակելու ենք, թե City-ում ժամկետած ինչեր կան, այնպես որ Սամվել Ալեքսանյան, ինչպես ասում են, ինչ կսկալ Սամոյն ասում ինչ-որ մեկը կա, ասում է այնպես որ ձգեք ձեր գոտիները կամ համապատասխան մյուս հագուստները ձգեք, որովհետև իրենք հիմա սիրով, հանդարտ, շնորհքով մտնում են ձեր տարածք, այնպես որ որևէ մեկին է որ դուք sense կիսատ պռատակից գլխից բանես չէ, այդպիսի բաներ չի ասում Նիկոլը ինչպես Նայարան ասեց, ուզում եք ձեզ զոհաբերեք, ինչ արեք, իհարկե չի անցնելու եւ այո, նորից ամփոփելով էս տնտեսական թեման, այո, ինչպես սորոսական քաղաքագետը հայտարարեց, մենք բահի կոթով խփեցինք Պուտինի մեջքին ցավից մռմռումա, մեջքին են խփել, հիմա ուրեմն մենք տեսնում ենք արդեն մեր միգրանտները ահազանգում են, որ արդեն սկսել է ռուսական կողմը նրանց հետ պայմանագրեր չկնքել, տեսանք 100 միլիոն հատ վարդ հետ ուղարկեցին, բայց Եվրոպական միությունը Պսկովով, Գդանսկով 51,000 հատը տարավ Վարշավա եւ դա ներկայացրեց որպես Եվրոպական միության ձեռք մեկնումը Հայաստանին, այո, շարունակեք լապատկի կոթով խփել Պուտինի վզին, վզակոթին, մեջքին, ողնաշարին, մենակ մի բան մի մոռացեք, երբ որ Ռուսաստանը վերջնականապես կկայացնի որոշում Հայաստանի սենց օձիքից, այսենց օձիքից բռնած դուրս շպրտել ԵԱՏՄ-ից եւ Հայաստանի համար մեզանից յուրաքանչյուրի համար գազը կդառնա օրինակ $600, այդ ժամանակ այն լապատկի մասին, որ հայտարարեց սորոստական քաղաքագետը, որով իրանք տվել են Պուտինի վզին, այդ լապատկի մասին չմոռանաք։ Գիտեք, որ Կրեմլը ունի մի քանի, այսպես ասած, խոսափողներ, հատկապես դա Սալավյովն է, Մարգարիտա Սիմոնյանը եւ ոչ միայն, եւ իրենք հիմնական հենց այնպես չի, որ ինչ որ բաներ մասին խոսում են։ Իրենք ասացին, որ սկսեք։ Երեք չառաջրվա հաղորդումներ Սալավյովի, որտեղ նաեւ հրավիրված էր Մարգարիտա Սիմոնյանը եւ չգիտեմ դա հետեւելիք թե չէ իհարկե իրենք ամեն ինչ արել են որ այդ հաղորդումները փակվեն, այսինքն այս մարդը որևէ քննադատություն չի ընդունում իր հասցեին, երևի դրանով էր պայմանավորված, որ որոշում կայացրեցին փակել, ինչեւ է մեծ բան բաց աշխարհում ենք ապրում, ամեն ինչ գալիս եւ հասնում է։ Եվ ինչ էր, չգիտեմ դուք հետեւել եք, լսել եք թե ոչ, Տիկին Զուրաբյան, Մարգարիտա Սիմոնյանը նախ իր ասում է ես հայ եմ, Շստակրովնի մաքուր հայ եւ զարմացած եմ, որ ինչպես կարող էր ցեղասպանությունը ուրացող, Արցախը հանձնող, այսպիսի նվաստացումների գնացող մարդուն գետ մեկ հայ գտնվի, որ ձայն տա։ Իհարկե, ասում է եղել են մեծ խախտումներ, այնտեղ չի ասում 100,000 թե 200,000 ձայն կեղծվել է, մեծ կեղծիքներ են եղել, բայց այդ ամենով հանդերձ, եթե Նիկոլը ձայն է ստացել, ինքը օրինակ ասում էր, անգամ քուրս առաջարկել է, որ մենք պիտի մտածենք դրա մասին, թե մենք ինչ կապ ունենք այդ ժողովրդի, չեմ ասում այդ ազգի հետ, այդ ժողովրդի հետ եւ ինքը օրինակ շատ դաժան բաներ առաջարկեց, ես կարծում եմ, որ սա պատահական չի, ասեց օրինակ Վրաստանում կա այդ օրինակը, եթե հակավրացական ինչ-որ մի տեմ է, ասենք, խոսում են Աբխազիայի ինքնիշխանության, Օսեթիայի եւ այլն, այդ մարդիկ միանգամից մերժելի են դառնում եւ բացարձակ մուտք չունեն Վրաստան։ Այսինքն պերսոն նոն գրատա են եւ նախ դուրս են շփորտում եւ թույլ չեն տալիս մտնել եւ առաջարկեց, որ ինչպես ժամանակին, ասես չնայած դա մեղմ է եղել Վրաստանի հետ կապված, նրանք ովքեր սոցցանցերում այսպիսի կոչեր են արել հակառուսական բան տրամադրություններ, հա, չէ, այնտեղ նաեւ շատ կարեւոր բան շեշտեց, ասեց, որ Նիկոլի ամբողջ քարոզությունը 2018 թվականից մինչեւ օրը եւ ամբողջ թիմը հակառուսական տրամադրություններ է եղել, այդ քարոզն է եղել եւ փաստորեն այդ մարդիկ, որ գնացել իրեն ընտրել են, իրենք ողջունում են այն, որ հակառուսականություն իհարկե այնտեղ խոսեց նաեւ երախտամոռ լինելու մասին, որ վերջին 300 տարում եթե հայ ժողովրդին օգնության ձեռք է մեկնել, դա եղել է ռուս ժողովուրդը եւ ցավոք սրտի չի գիտակցում հայ ժողովուրդը, այնպես որ պետքա վերանայել եւ նրանց բոլոր շատ դաժան բան է ասում, դուք պատկերացնում եք, այնտեղ մենք 2.5-3 միլիոն հայ է ապրում եւ ամենօրյա ինչ է կատարում, ինչքան թռիչքներ կան եւ հանկարծ որոշեն, որ նրանք, ովքեր հակառուսական տրամադրություններ, կոչեր, հայտարարություններ, նրանց մուտքը ընդհանրապես փակվի, ավելին, ասեց, ոչ միայն մուտքը փակվի, նրանց ուղակի, չնայել որ Ռուսաստանի քաղաքացիներին, ուղակի դուրս հանել Ռուսաստանից։ Տեսեք, որ հանկարծ
Աստված մի արասցե, իրենք հանկարծ այսպիսի որոշում կայացնեն, ինչի առջև են կանգնելու Տիկին Զոհրաբյանը։ Կարծում եմ սա, դու կարծում ես սա պատահական է, որ Մարգարիտա Սիմոնյանեսի բանը ասում։ Բայց ամեն դեպքում յուրաքանչյուր պիտի անի, ամեն մարդ ինչ։ Այո, ամեն մարդ իր հետևությունը պիտի անի, եթե մեր ժողովրդի հետևությունը սա է, գնալ եւ ընտրել Նիկոլին, արժանի ենք դրան։ Ես վաղուց դա հաղթահարել եմ, ես ինձ շատերը ասում են հունիսի 7-ից հետո սա էլ ասեմ ամփոփենք, ոչ, ես ոչ շոկի մեջ եմ, ես ոչ հիասթափված եմ, ես ոչ զարմացած եմ, ինձ համար սա կանխատեսելի էր, ինչպես նաեւ ինձ համար կանխատեսելի է, թե ինչ անելու ընդդիմությունը, բայց եկեք այդ մասին չխոսենք։ Դրա մասին հաջորդիվ, այս մի օրինակը միայն, երբ որ 15 մոխրացած գյուղի անունը Ազատան գյուղում, Ազատ գյուղում, երբ որ մոխրացան այրվեցին այդ զինվորները, դե այնտեղ նաև բանտեսագետ կա, որ անօթաչուներով էր կամ թշնամին էր եւ այլն, ինչեւ էր, դեռ միջև հիմա դատը գնում է։ Երկու անգամ Եթե այդ զոհվածներից, այրվածներից, զինվորներից մեկի մայրը բղավում է Նիկոլի վրա, ասում է երկու անգամ ես ձեզ եմ ընտրել, այ հիմա չեմ ընտրելու, ինչ ասես այդ մորը, այսինքն այն 5000-4000-ը, որ մահացել են, ինքը ուզում է ասել ես խիղճ Աստված սիրտ չեմ ունեցել կարեկցանք, դա իմը չի, այ հիմա որ ինձ հասել է ես նոր, գիտեք, ուրեմն մենք լուրջ, լրջագույն խնդիր ունենք եւ պետք չի սևակնոցներ դնել, ասել ոչ մենք ենք տեսնում, ոչ մեզ տեսեք, ամեն դեմքը փակել, ասել, ուրեմն մենք այսպեսին ենք նաև, շնորհակալություն Տիկին Զոհրաբյան, մնացեք մեզ հետ, մենք մի քանի րոպեից ուղիղ եթերում կլինենք Լևոն Զուրաբյանի հետ, մնացեք մեզ հետ։